Այս process-ը սկսելուց առաջ բոլորս իրար հետ պայմանավորվել ենք, որ այսպիսի բաներ կլինեն, ավելի վատթար բաներ կլինեն, բոլորով համաձայնվել ենք, որ մինչև վերջ գնում ենք մեր հայրենիքի համարա, մեր ժողովրդի համարա, մեր ժողովրդի անգամ այն հատվածի համարա, ովքեր դեռ չեն գիտակցել, բայց կգիտակցեն շատ արագ, թե մենք ինչից հեռու պահեցինք Հայաստանը։ Այդ մեղադրանքը ինչու՞ն է վերաբերում, ինչ-որ փողերի լվացման մասին է խոսվում։ Անիմաստ թեմա է, անիմաստ, ուղղակի հիմնական նպատակը այն էր, որ մենք տեղեկատվություն ունեինք, որ ընտրությունից առաջ մեր կազմակերպական համակարգը ուզենալու են քանդեն առանցքային մարդկանց, ոչ, որովհետև մենք գիտեինք, որ իրենք այդպիսի բաներ են ուզում անեն եւ նախապատրաստվել էինք նրանով, որ յուրաքանչյուր մեզանից յուրաքանչյուրի հետ կապված մենք ունենք փոխարինողներ, որ պայքարը շարունակվի եւ մի քանի օր է մնացել մինչեւ հաղթական ավարտ։ Կարապետյան, դուք սա որակում եք լինել չլինելու Հայաստանի գոյատևության պայքար եւ ասում եք այո, մենք զոհաբերությունների կգնանք, որպեսզի փրկենք ժողովրդին։ Բայց դրսում արևմտյան լրատվամիջոցներում այս պայքարը որակում է ընդհանրապես Ռուսաստանի եւ Արևմուտքի պայքար հասարակական տրամադրությունների ներքո է ներկայացվում։ Ի վերջո, ի վիճակի կլինեք հաղթահարել այդ բարիերը, որ ստեղծվել է կոնսենսուսը, որ կա Արևմուտքի կողմից իշխանությունների նկատմամբ։ Գիտեք, այդ ով որ հայտարարում է իրենց համար կարևոր չէ, Հայաստանում 100,000 ադրբեջանցի կապրի, 200,000 ադրբեջանցի կապրի, թե ով կապրի, իրենց համար կարևոր է ուղղակի ինչ որ ձևաչափով Հայաստանը հակադրել իրենց շահերի համար, բայց մեր համար կարևոր է, որովհետև այս վերջի տարածքն է մեր հայրենիքի, որ մնացել է հայկական եւ մենք պետք է չթողենք դուր բացվի։ Այս է տարբերությունը, ինչ վերաբերում է լինել չլինելը, մենք չենք ասում։ Սա կարևոր բան է, մենք ասում ենք Հայաստանի ձևաչափի փոփոխություն է տեղի ունենալու։ Հայաստանը տարիների ընթացքում առերեսվելու է, քիչ-քիչ նախիջևանացում է լինելու։ Այսինքն դուռն են, մենք կանգնում դուռը բացելուն, որ դուռը չբացվի երկրի եւ մեր երկիրը մնա հայկական։